դարերի գյուտից հետո մարդկության գրավոր մշակույթի զարգացման ամբողջ ընթացքում ամենաշատ արտագրվող, հրատարակվող և ընթերցվող գիրքը Աստվածաշունչն է։ Ակնհայտ է, որ քաղաքակրթության վրա թողած ազդեցությամբ ոչ մի գիրք այս գրքի հետ չի կարող համեմատվել։ Սա մի մատյան է, որի մեջ բոլոր ժամանակների մարդիկ իրենց հարցերի պատասխանն են փնտրում։ Քրիստոնյա հավատացյալները այս գրքի առանձնահատկությունը ընդգծելու համար մեջբերում են Մատթեոսի ավետարանի հետևյալ հատվածը. Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն։ Քրիստոնյաները վստահ են, որ կտակարանի հարատևության գաղտնիքը նրա աստվածային բնույթով է պայմանավորված։ Ոչ հավատացյալ կամ այլադավան հետազոտողների համար Աստվածաշունչը գրական մշակույթի եզակի կոթող է, որը շարունակում է ազդել մարդկության հոգևոր մշակութային զարգացման վրա։ Աստվածաշունչ մատյանի բաժանումը երկու կտակարանների կամ ուխտերի տեղի ունեցել քրիստոնեության տարածման նախնական շրջանում։ Ուխտ բառը, ինչպես նաև հին ու նոր ածականները, փոխառված են Սուրբ գրքից և խորհրդանշում են այն ուխտերը, որոնք Աստված կնքեց ժողովրդի հետ նախ Մովսեսի, ապա Քրիստոսի միջոցով։ Ուխտ բառը նշանակում է փոխադարձ համաձայնություն, դաշինք։ Աստծո և մարդու միջև կնքված ուխտը արտահայտում է Աստծո կամքը։ Մարդը պետք է ընդունի և հնազանդվի դրան։ Աստվածային ուխտը մարդկությանը հանձնված կտակ է։ Այդ պատճառով Աստծո կամքը բովանդակող սրբազան գրքերը հունարենից թարգմանելիս կոչել են կտակարան։ Իսկ ավետարանը հունարեն Էվագելիոն բառի թարգմանությունն է, որը նշանակում է բարի լուր, ավետիս։ Երկրորդ դարից սկսված ավետարան անվանումը հիմնականում տրվել է նոր կտակարանի առաջին 4 գրքերին՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի, Հովհաննեսի ավետարաններին։ Եվ այսպես նոր կտակարանը բաղկացած է 27 գրքից և գրված է առաջին դարի երկրորդ կեսին Քրիստոսի աշակերտների ձեռքով։ Այն մարդկության փրկության համար աշխարհ ուղարկված Աստծո որդու Հիսուս Քրիստոսի քարոզչության ամփոփումն է։ Ավետարանների միջոցով մարդկությունն իմացել է, թե Հիսուս ինչ ճանապարհ է անցել իր երկրային կյանքում, ինչ է քարոզել և սովորեցրել, ինչպիսի հրաշքներ է գործել, հանուն ինչի է խաչվել, մահը հանձնառել և հարություն առել։ Իսկ ո՞րն է ավետարանի լեզուն։ Ինչ լեզվով է ի սկզբանե այն գրվել։ Նոր կտակարանը նախապես գրվել է հունարեն։ Գիտնականները նոր կտակարանի հունարեն հազարավոր ձեռագրեր ունեն։ Կան նաև նոր կտակարանի լատիներեն, ասորերեն, եգիպտերեն, հայերեն և այլ լեզուներով կատարված հնագույն թարգմանություններ։ Հունական ձեռագրերի տեքստերի համեմատությունը, նույնականացումը, տարբերությունների ճշգրտումն ու վերացումը առաջին անգամ կատարվել է 5-րդ դարում։ Ավետարանը առաջին անգամ տպագրվել է 1516 թվականին դարձյալ հունարեն, սակայն 18-րդ և 19-րդ դարերում գիտնականները պարզել են, որ նոր կտակարանի առավել հին ձեռագրերից շատերը տարբերվում են 5-րդ դարում ընդունած համօրինակ տեքստից։ Այսօր էլ աշխարհիկ և հոգևոր գիտնականները շարունակում են ուսումնասիրել Սուրբ գրքի ձեռագիր օրինակներում եղած տարբերությունները, շարունակում են դասակարգել դրանք։ Մինչև տպագրության գյուտը, որ տեղի ունեցավ 15-րդ դարում, գրավոր բոլոր նյութերը շրջանառության մեջ էին մտնում արտադրության միջոցով։ Քրիստոնեության ծագման պահից գրավոր մշակույթը հիմնականում զարգանում էր եկեղեցիներում և վանքերում։ Այսինքն աշխարհիկ գիտական բոլոր գրքերը արտագրվում էին քրիստոնեական տաճարներում և նրանցից ուսումնական շենքերում։ Առանձին գրակալի վրա դրվում էր կրկնօրինակվող գիրքը, մատյանը։ Արտագրությունը կատարում էին մի խումբ գրագիրներ գլխավոր գրագրի թելադրությամբ։ Այսինքն արտագրությունն ասածն իրականում այսօրվա դպրոցական թելադրության պես մի բան էր, որը հնարավորություն էր տալիս միաժամանակ պատրաստել Աստվածաշնչի մի քանի օրինակ։ Եթե դրված է 1 գրակալ ավագ դպիրի և 4 գրակալ գրագիրների համար, բնականաբար միանգամից կարելի է արտագրել Սուրբ գրքի 4 օրինակ։ Մենք սովորաբար պատկերացնում ենք շատ պարզունակ և, ասենք, ոչ հայերեն բառով մեխանիկական աշխատանք, գրչի աշխատանքը,
բայց միշտ չէ որ այդպես է եղել։ Տարբեր ժամանակներից վկայություններ ունենք Նարեկին վերաբերող, անգամ Մաշտոց ժողովածուին վերաբերող տեղեկություններ առայն, որ մեկից ավելի օրինակներ են օգտագործել գրիչները։ Շատ հաճախ է պատահում գրիչը բողոքում է իր բնօրինակի կամ գաղափար օրինակի, այն օրինակի, որից ինքն ընդօրինակություններ ունի։ Վատ վիճակից, դժվար ընթերնելիությունից, արդեն ավելի մոտ ժամանակներում 12-13-րդ դարերում եւ հաջորդ ևս բողոքում էին նաև, որ գաղափար օրինակը երկաթագիր էր, դժվար էր ընթերցվում։ Արդեն գործածության մեջ էր բոլոր գիրը եւ նախորդ տառատեսակ, գրատեսակ երկաթագիրը իր անընդհատ եւ անանջատ բառանջատում չունեցող շարադրանքով հեշտ ընկալելի չէր նոր գրիչների համար։ Եվ քիչ չեն եղել դեպքերն իսկապես, որ գրիչը օգտագործել է մեկից ավելի օրինակ կամ չերևացող վատ ընթերցվող բառի տեղը բաց թողել, որպեսզի հետո լրացնի, երբեմն էլ որ շատ հաճախ է լինում պատվեր տալով ընթերցողին կամ նրանից ընդօրինակություն անողին իր գրելի գրած ավարտած գրքի, որ եթե սխալ գտնի ուղղի եւ իր սխալները ների։ Հստակ չլսելու կամ գրագրի ցրվածության պարագայում վրիպումներ կարող էին լինել։ Նույնիսկ եթե բնագրից միայն մեկ գրագիր էր արտագրում, երբեմն սխալ էր ընթերցում գիրը կամ պատահաբար վրիպումներ էր թույլ տալիս։ Աստվածաշունչ մատյանի արտագրությունը կարող էր տևել ամիսներ, անգամ տարիներ, հատկապես եթե դրանք նաև նկարազարդվում էին մանրանկարիչների, ծաղկողների կողմից։ Բնականաբար այդքան դժվարությամբ ստեղծված գրքերը վաճառվում էին բարձր գնով և սակավաթիվ անհատներ էին կարողանում ձեռք բերել։ Քրիստոնեական եկեղեցիները սովորաբար գնում էին մատչելի մատյաններ, որոնցից կարող էին օգտվել իր բոլոր անդամները։ Սկզբում նոր կտակարանի գրքերը պապիրուսների, կաշվի կամ մագաղաթի վրա են գրվել։ Եգիպտացիներն առաջինն են գրելու համար օգտագործել պապիրուսի միջուկը, որ բերում էին նեղուսի առափնյա մասերից։ Միջուկից երկար նեղ շերտեր էին պատրաստում, ապա մի այլ շերտ լայնությամբ դնում վրան։ Հետո երկու շերտերն իրար էին ամրացնում սոսնձով և էջ պատրաստում։ Վերջում մակերեսը հարթեցնում էին պեմզայով։ Բիբլիա բառը միջերկրականի ափին գտնվող Բիբլիոս քաղաքի անվանումից է, որի անունով էլ կոչվում էր պապիրուսի փաթույթը, հետագայում էլ գիրքը։ Սակայն պապիրուսը դժվար էր արտադրել, դրա վրա դժվար էր գրել, այն անգամ դիմացկուն չէր, որքան կենդանու կաշին։ Հորթի, այծքաղի, այծի, ոչխարի կաշին քերելով մաքրում էին, ձգում, երկարացնում, հարթում և պատրաստում մագաղաթ։ Սովորաբար գլանն ունենում էր 6 մետր երկարություն և 25 սանտիմետր լայնություն։ Այն ոլորում էին երկու եզրից և օգտագործելից աստիճանաբար բացում։ Այդ գլաններն անվանում էին մատյաններ, քանի որ մագաղաթը ևս թանկ էր, նույն գլանը երբեմն երկու անգամ էր օգտագործվում։ Գրագիրը քերում, ջնջում էր գրված շերտը և գրանցում երկրորդը։ Նման մագաղաթները կոչվում են կրկնադիր։ Հին գրիչների ժլատությունը յուրահատուկ նվեր է ժամանակակից գիտնականներին։ Նրանք ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով կարողանում են վերականգնել նախորդ շերտերը, որոնք հաճախ կարող են գիտական ավելի մեծ հետաքրքրություն ներկայացնել։ Երկրորդ դարից քրիստոնյաները սկսեցին օգտագործել գրքի ձևը։ Մագաղաթն էջակալում և կարում էին, որ գրեթե չէր տարբերվում այսօրվա գրքից։ Այդպես ստեղծվում է ձեռագիր մատյանը և հնարավոր դառնում օգտագործել նյութի երկու կողմը։ Թանաքը օգտագործվել է հին ժամանակներից ի վեր։ Այն պատրաստում էին մրից և խեժից, չորացնում իսկ օգտագործելիս թռչում ջրով։ Եգիպտացիներն օգտագործում էին հարտի շյուղը հատուկ թեք կտրվածքով և տաշելով այն վերածում էին գրչի։ Նմանատիպ գրիչներ էին օգտագործում նաև հին եբրայեցիները, բայց ավելի ուշ գրագիրները սկսեցին օգտագործել եղեգ, որի ծայրը երկփեղկված էր և ծառայում էր որպես գրչածայր։
Դրանք ամենայն հավանականությամբ հռոմեական ծագում ունեին։ Գրքերի թուղթը, որի վրա արձանագրվել են նոր կտակարանի նյութերը, պատրաստվել է պապիրուսից, որը ստացվում էր Իսրայելի Խուլա հովտում հիմա էլ հանդիպող եղեգից։ Առավել հայտնի ձեռագրերից են Բոդմերական և Չեստեր Բյատիի կոչվող պապիրուսները, բայց դրանցում ընդամենը հատվածներ են նոր կտակարանից։ Հնագույն ամբողջական ձեռագիրը թվագրվում է 4-րդ դար և կոչվում է Սինայական։ Սինայական և Վատիկանյան անվանվող ձեռագրերը նոր կտակարանի հունարեն տեքստի հիմնական աղբյուրներն են։ Ըստ երևույթին, այդ երկու մատյաններն էլ պատրաստվել են Ալեքսանդրիայում Եգիպտոսի հմուտ գրագիրների ձեռքով։ Գիտնականներից շատերը կարծում են, որ դրանք ավելի ճշգրիտ են, քան 5-րդ դարի համօրինակ տեքստը։ Հայոց գրերի գյուտից հետո հայերեն առաջին գիրքը Աստվածաշնչի թարգմանությունն էր։ Դարեր շարունակ հայկական հանրահայտ վանքերում միջնադարյան գրիչները արտագրել են Աստվածաշնչի անհաշիվ օրինակներ։ Մեզ ցավոք սրտի հասել է դրանց մի մասը։ Պահպանված հնագույն հայերեն ձեռագրերը բովանդակությամբ մեծ մասամբ ավետարաններ են եւ թվական ունեցող հնագույնը անարարկելիորեն որոշակի թվական ունեցողը Երևանի մատենադարանում պահպանվող 887 թվականին գրված Լազարյան ավետարանն է։ Առաջնության իմաստով այս ձեռագրի հետ գուցե թե մրցակից է Վենետիկի Մխիթարյաններին պատկանող Մլքեթագուհու ավետարանը, որի թվականը որոշ կասկածների տեղիք է տվել, վերջին ուսումնասիրությամբ ամենայն դեպս ճշտված է եւ դա ընդունվում է մասնագետների մեծ մասի կողմից, նա վերաբերում է 862 թվականին։ Ներսես Լամբրոնացին թարգմանեց նոր կտակարանի վերջին գիրքը՝ Հովհանի հայտնությունը։ Նա նաև ձևավորեց Աստվածաշնչի հայկական կանոնը, Աստվածաշնչի բոլոր գրքերը հավաքելով մեկ մատյանի մեջ։ Ձեռագիր հնագույն Աստվածաշունչ մատյաններն այսօր գիտնականների համար նոր արժեք են ստացել։ Նրանք ուսումնասիրում են դարեր շարունակ արտագրվող նույն գրքի, նույն տեքստի թեկուզ աննշան տարբերությունները։ Փորձում են գտնել գիտական տարբեր հարցերի պատասխաններ։ Ձեռագրեր կան, որոնք ուղղակի հիշատակություն ունեն իրենց բնօրինակ կամ նախօրինակի թվականի վերաբերյալ։ Այս տեսակ մի ձեռագիր կար ժամանակին Անկարային մոտ Սուրբ Աստվածածին վանքում, որի հիշատակարանի համաձայն ընդօրինակված է եղել 986 թվականի ձեռագրից, 5255-ին գրվել է, բայց տեսեք 986-ի օրինակից։ Եվ սա հիշելով չմոռանամ ասել, որ մենք այսօր Երևանում մատենադարանում ունենք երկու ձեռագիր, որոնցից մեկի հիշատակարանում ասված է, որ ավանդաբար ընդօրինակված է այն ձեռագրից, որ գրել էր Մեսրոպ Մաշտոցը իր ձեռքով։ Եվ սա վերաբերում է 1069 թվականին, այսինքն մենք ունենք 1069 թվականի մի ընդօրինակություն, որը ընդօրինակվել է Մաշտոցի ձեռքով գրված ինքնագրից։ Հավատացյալների համար տպագրության գյուտից հետո հրատարակվող Աստվածաշունչը ավելի մատչելի է դարձել։ Այսօր ցանկացած քրիստոնյա կարող է գնել Աստվածաշունչ, բայց դրանից ձեռագիր ավետարանների արժեքը չի փոխվում։ Հավատացյալ մարդու համար այն ընկալվում է որպես սուրբ ու հրաշագործ մասունք։